Գյումրու Քարագին Նժդեի պողոտայում ենք ինչպես տեսնում եք փրկարար ծառայության մեքենան բախվել է մարդատար եւ նաեւ բեռնատար մեքենաների, այս բանին նշվում է որ կա 5 վիրավոր, ինչպես նաեւ մեր վերջին ստացած ինֆորմացիային համաձայն Ford Magnus-ի մեքենայի վարորդը մահացել է։ Ուրեմն մեր առաջին կանչը մենք ստացել ենք 10:13 րոպե, առաջին շտաբ օգնության աշխատախումբը մեկնել է, ծավալից դուրս գալով վտարի եւս 2 բրիգադ են դուրս եկել կայանից եւ տեղում արդեն անհրաժեշտությունից դուրս գալով եւս մեկը մեր կողմից է արդեն հրավիրվել, 4-ը աշխատախումբ են աշխատել տեղում, ցուցաբերել են բուժօգնությունը եւ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ուրեմն մենք տեղափոխել ենք ընդհանուր 4 տուժածի, որից մեկը երեխա տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք, մյուս 3-ը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոնի ընդունարան, մեր ունեցած տեղեկատվությունից մահացել է մեկը։ Միջազգային գործընկերներ, համայնք, քաղաքասարակություն այս շղթայական համագործակցությունը Հայաստանի հյուսիսային մարզերում վերջին տարիներին իր պտուղները տվել է, այդ թվում նաև Շիրակի մարզում Լիտվոր-Շիրակ ծրագրի շրջանակում Եվրոպական միության ու ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Լիտվոր-Շիրակի շրջանակում մարզում ձևավորվել են 3 տեղական ակտիվ խմբեր, որոնք վերջին տարիներին մի շարք կարևոր նախաձեռնություններ են իրականացրել ուղղված գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։ Ճանաչողական այցով Լիտվոր-Շիրակ ծրագրի թիմի հետ նախ լանջիկում, ապա հացիկում են եղել ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, Եվրամիության պատվիրակության անդամ Սիլիա Կասման։ Վերջիններս բարձր են գնահատել կատարված աշխատանքն ու ձևավորված համագործակցությունները։ Բազմաշահառու այս համագործակցությունը լավ ձևաչափ է, մասնավոր պետություն, համայնք եւ նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ միասին։ Ես կարծում եմ այսպիսի ծրագրերը շարունակականություն պետք է ունենան եւ կարեւոր է որ ֆինանսավորման շարունակականությունը ապահովի եւ նաեւ համայնքներում դրանց նկատմամբ հետաքրքրությունը։ Լանջկար կարեարտադրամասուսուցման կենտրոնում լանջիկի նախաձեռնող հարցների գործունեությանը ծանոթանալուց հետո հաջորդ կանգառը ծրագրի մեկ այլ շահառուի Գոհարի արհեստանոցն էր արդեն հացիկ բնակավայրում։ Լիտվոր-Շիրակ ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանն է նշում, թե ինչքան կարեւոր են պետական մակարդակով հետաքրքրվածությունը նմանատիպ նախաձեռնություններին։ Շատ ուրախալի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այցելում են, որովհետև ծրագիրը հենց պիլոտային էր ու իմաստեն էր, որ մենք որոշակի դասեր քաղենք ու նաև մեր մոտեցումները ներկայացնենք կառավարությանը։ Պիլոտի վերջնական շահառուն Հայաստանի Հանրապետությունն է ու հաջողելու դեպքում արդեն ինքը կդառնա մի գործիք տարածքային զարգացման կառավարության ձեռքում։ Ու մեր մոտ շատ հաճախակի այցելում են գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Հիմա բավական ուրախալի է, որ նաև օրենսդիր իշխանության կողմից հետաքրքրություն կա։ Բնակավայրերում կայուն եկամուտների հոսքեր ապահովելու բանաձևը նաև գիտելիքների ամրապնդումն է նկատում է պատգամավորը, իսկ նմանատիպ այցերը չեն սահմանափակվի միայն Շիրակի մարզով։ Անգլերեն լեզվի իմացությունն է, ինչը ես շատ կարևորում եմ, որովհետև դա հնարավորություն է տալու եւ ծրագրի շրջանակներում եւ դրա ավարտից հետո նոր ֆոնդերի եւ ֆինանսավորման ուրեմն ծրագրերի, դրամաշնորհային ծրագրերի դիմելու տեսանկյունից։ Առաջի հանդիպում է նմանատիպ, որը շատ ճանաչողական հանդիպում է ավելի շատ, որպեսզի նաև համ ներկայացնենք լիդեր մոտեցումը ինչ է, տեղական ակտիվ խմբերն ինչ են։ Ուրախալին այն է, որ Շիրակից արդեն նաև այցը կշարունակվի Լոռի եւ Տավուշ։ Այց եղավ նաև Ամասիա համայնք, որտեղ Լիտվոր-Շիրակ ծրագրի շրջանակներում կանանց համար մարզասրահ է բացվել։ Միջազգային աջակցությունը համայնքային ներգրավվածության հետ համատեղ փոխում է գյուղական բնակավայրերի կյանքը, ստեղծելով կայուն եւ զարգացող համայնքներ։ Լիտվոր-Շիրակը այդ ճանապարհին արդեն հասցրել է ստեղծել բազմաթիվ հաջողության պատմություններ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, Հայկ Կապրելյան այսօր։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Վրաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Ողջունելով իր պաշտոնակցին, հանրապետության նախագահը նշել է. Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջ մղման անհրաժեշտությունը որպես ողջ Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։ Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական ու մշակութային ընդհանրություններին, շեշտելով, որ այս 100 ժառանգությունը կազմում է երկուստեք վստահության, բարեկամության և շարունակական գործընկերության անսասան հիմքը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել վրացական կողմի Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը, նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։ Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, ձեր ընդունելության համար։ Ինձ համար նախագահի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ ձեզ և ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում առաջին պաշտոնական այցով։ Նախ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով և հաջողություն մաղթել ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ի բարօրություն եղբայրական Վրաստանի, մեր երկկողմ հարաբերությունների և մեր տարածաշրջանի։ Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և մենք արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները և դա կարծում եմ մի քայլ է, որը արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները։ Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա։ Իհարկե, իմ համոզմամբ այդ շահերը տեղավորվում են նաև մեր տարածաշրջանի Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում և ուրախ եմ ձեր այցի համար, որ այսօր նաև այդ շրջանակի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր քննարկելու
առիթ կունենանք։ Միխայիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ որպես Վրաստանի նախագահ։ Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաեւ Հայաստանի նախագահի հետ եւ իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն։ Իհարկե մեր հարաբերությունները պետք է խորանան եւ զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը, ասել է Վրաստանի նախագահը, ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։ Միխայիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է եւ հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելություն ինտենսիվ բնույթը, համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Შვიდობიანი, სტაბილური და ძლიერი რეგიონი ჩვენ გვაქვს ამის შესაძლებლობა Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քրիստեն Միխալի հանդիպումը։ Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար եւ նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։ Քրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ Հայաստանի ու Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների եւ շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը եւ Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել։ Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը եւ նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացում Հայաստանում։ Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպայի միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Սա է վկայում մեր փորձը 20 տարի առաջ։ Մենք ակտիվորեն նաև աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնմանը, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, ինչպես նաև հուսով ենք առաջխաղացում նկատենք նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը
եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ մեր ակնկալիքը առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Ռազմաբժշկական ապահովման վարչության ավագ ենթասպա Մարինե Եգանյանը Նոր Քմարաշի նորակառույց շենքերից մեկում բնակարանամուտը տոնել է շուրջ 2 տարի առաջ։ Նա բազմաթիվ զինծառայողներից է, ով օգտվել է զինծառայողների հիփոթեկային վարկավորման պետական ծրագրից։ Վիճակահանությամբ շահառու դարձել ու հնարավորություն ստացել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման ծրագրով բնակարան գնել։ Ուսումս ավարտելուց հետո անմիջապես անցել եմ ծառայության զինված ուժերում, գրեթե արդեն 10 տարի ծառայում եմ։ Ծառայությանս ընթացքում իմացա նման ծրագրի մասին եւ մտածեցի ինչու ոչ մասնակցեմ։ Մասնակցեցի վիճակահանությանը եւ ինձ հնարավորություն ընձեռվեց մատչելի եւ արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու։ Զինծառայող հորգործը շարունակող ավագ ենթասպայի խոսքով սոցիալական պաշտպանության պայմաններում զինծառայողներն ավելի բարեխղճորեն են կատարում պարտականություններն ու ծառայում հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը, իսկ բնակարան ունենալը զինծառայողների համար շատ կարևոր է։ Գաղտնիք չէ, որ մի շարք զինծառայողներ ու զինթոշակառուներ բնակարանային հաշվառման իրավունք են ստացել մինչև 2017 թվականը, բայց այդպես էլ բնակարանի հավաստագիր չեն ստացել։ Շատ ուրախ եմ, որ Պաշտպանության նախարարությունը նման ծրագիր է իրականացնում եւ զինված ուժերի զինծառայողներին հնարավորություն է տալիս ձեռք բերեն իրենց երազած սեփականության իրավունքով բնակարանը եւ բնակվել։ 2020 թվականից մեկնարկած ամենամյա այս ծրագրի շնորհիվ շուրջ 1850 զինծառայող արդեն կարողացել է բնակարան գնել կամ կառուցել բնակելի տուն նախընտրելի վայրում։ Եվս 500 շահառու էլ ստացավ այդ հնարավորությունը այս տարի։ Պաշտպանության նախարարությունում ապրիլի 22-ին տեղի ունեցած հերթական վիճակահանությանը մասնակցեց համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային 1636 զինծառայող։ Գործընթացին հետևեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ու շնորհավորեց շահառուներին։ Երևան քաղաքում վերացվել էր եկամտարկի վերադարձի պայմանը, որով եւս բավականին, այսպես ասեմ, շահավետ պայմաններ ստեղծում զինծառայողների համար, որ բացի արտոնյալ հիփոթեկային պայմաններից նաև օգտվում են եկամտարկի վերադարձի իրավունքից, բայց հաճելիորեն եւ զարմանալիորեն ծրագրի նկատմամբ պետագիտությունը չնվազեց եւ այսօր էլ ունենք ամենաբարձր մասնակցության ցուցանիշը, որը կարծում եմ արդեն իսկ խոսում է ծրագրի արդյունավետության եւ դրա նկատմամբ հետաքրքրության մասին։ Թմբուկից վտարի նշումով թերթիկ հանած 382 սպա դարձավ բնակարան բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելու եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման ծրագրի շահառու։ Նրանց մեծ մասը մինչև այս ապրում էր վարձակալությամբ կամ ստիպված էր լինում հասնել աշխատանքի տասնյակ կիլոմետրեր ճանապարհ անցնելով։ Այս ծրագիրը շատ օգտակար է այն զինծառայողների համար, ովքեր չունեն իրենց բնակարանը եւ մոտիվացիա է զինված ուժերն ընդգրկվելու համար։ Մասնակցել եմ բնակարան գնելու նպատակով, հայրական տանս եմ ապրում, բնակարան գնամ, ընտանիք կազմեք։ Ոնց հաստատ մասնակցեցի եւ չանցա, հույսս չկորցրեցի, փորձեցի երկրորդ անգամ, որովհետեւ այս լավ հնարավորությունը բաց չթողնենք։ Սա մեծ հնարավորություն է զինծառայողների համար, որպեսզի կարողանան իրենց բնակարան ապահովման հարցերը լուծել։ 118 զինծառայող ու զինթոշակառու էլ բնակարան գնելու հավաստագիր ստացավ օգտվելով վարկավորման ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից, մինչև այս վարկավորման ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունից օգտվել ու բնակարան է գնել շուրջ 1500 զինծառայող ու զինթոշակառու։ Խոսքը բնակարանային պայմանների բարելավման համար մինչև 2017 թվականը հաշվառված զինծառայողների
ու ռազմաուսումնական հաստատությունը ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմում հայտ ներկայացրած սպաների մասին է, թե նրանց եւ թե վիճակահանությամբ շահառու դարձած զինծառայողների համար գործում են նույն պայմանները։ Սկզբնական շրջանում մենք մեկ բանկի հետ ենք համագործակցություն, հիմա Հայաստանի Հանրապետությունում գործող գրեթե բոլոր բանկերը ներգրաված են ծրագրին, մեր գործընկերներն են եւ այդ առումով այսինքն առավել ճկուն է դարձել ծրագիրը։ Մենք տրամադրում էինք որպես կանխավճար գումարի 10%, այսինքն հաստատված առք ու վաճառքի գնի 10%-ը, հետագայում փոխեցինք այդ մոտեցումը եւ այն հիմա բոլորին անխտիր անկախ բնակարանի գնից տրամադրում են 2.5 միլիոն դրամի չափով կանխավճարի գումար։ Պետությունը սուբսիդավորում է նաև հիփոթեկային վարկի տոկոսագումարի մի մասը։ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետը իրազեկում է, յուրաքանչյուր տարի հատկացվել է 500 հավաստագիր։ Շահառուների 70%-ն ի վերջո կարողացել է բնակարան գնել կամ տուն կառուցել։ Զինված ուժերի սպայակազմի բնակապահովման հարցը եղել ու մնում է ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հետևաբար, այս ծրագիրը լինելու է շարունակական։ Կանադայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում է լիբերալ կուսակցությունը եւ կուսակցության ղեկավար Կանադայի վարչապետ Մարկ Քարնինգը գլխավորի երկրի հաջորդ կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։ Ընտրության նախնական արդյունքի համաձայն լիբերալներն առաջատար են եղել կամ ընտրվել են 161 ընտրատարածքում, նրանց հաջորդել են պահպանողականները 150 ընտրատարածքով։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները գրել են, որ լիբերալներին չի հաջողվի մեծամասնության կառավարություն ձևավորել, դրա համար կուսակցությունը պետք է հաղթեր 343 ընտրատարածքից 172 Կանադայում հերթական ընտրությունը պետք է անցկացվեր 2025 թվականի հոկտեմբերին, սակայն վարչապետ Ջասթին Տրյուդոյի հրաժարականից հետո Քարնին հայտարարել էր ապրիլի 28-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է անցած շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինյալների ահաբեկչական հարձակումից հետո։ Գրոհայինների հարձակումը 26 մարդու կյանք է խլել եւ վրդովմունք առաջացրել Հնդկաստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդուիստ է։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրել է Քաշմիրում զինյալներին աջակցելու համար։ Reuters-ի հետ հարցազրույցում Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆն ասել է, որ Հնդկաստանի հեռուստատորաբանությունն ուժեղանում է եւ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են այդ երկրից հնարավորության մասին։ Քաշմիրում հարձակումից հետո Հնդկաստանը 2 զինյալի է նույնականացրել, պարզելով, որ նրանք պակիստանցի են։ Իսլամաբադը հերքել է մասնակցությունը եւ կոչ արել չեզոք հետաքննություն անցկացնել։ Ասիֆը նշել է, որ Պակիստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում եւ կօգտագործի իր միջուկային զինանոցը միայն այն դեպքում, եթե իր գոյությանն ուղղակի սպառնալիք լինի։ Economic Times-ի տվյալով էլ Հնդկաստանը մտադիր է շուտով փակել իր օդային տարածքը պակիստանյան օդանավերի եւ նավահանգիստները նավերի համար։ Պակիստանցի գործընկեր Իշակ Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Պեկինն ուշադիր հետևում է Քաշմիրում ահաբեկչական հարձակումից հետո տեղի ունեցող զարգացումներին եւ աջակցում է միջադեպի անաչառ հետաքննությանը, ասվում է Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Վանն աջակցություն է հայտնել Պակիստանին ինքնիշխանության եւ անվտանգության շահերի պաշտպանության հարցում։ Նյու Դելիին եւ Իսլամաբադին կոչ արել զսպվածություն ցուցաբերել Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Հակամարտությունը չի բխում Հնդկաստանի եւ Պակիստանի հիմնարար շահերից ու նպաստում տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը։ Երկրները պետք է զսպվածություն ցուցաբերեն, ընդառաջեն միմյանց եւ նպաստեն իրավիճակի լիցքաթափմանը, ասել է Չինաստանի արտգործնախարարության ղեկավարը։ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Կապանում անցկացվեց սյունեցիների ավանդը մեծ հաղթանակում չմոռացվող սխրան խորագրով գիտաժողով, որը մեկնարկեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պատվանդանին ծաղկադրման արարողությամբ։ Գիտագործնական միջոցառմանը ներկաները հանդես եկան ելույթներով, խոսելով հերոսների անցած ռազմական ճանապարհից։ Ես պատիվ ունեցա բացելու այս միջոցառումը, որը նախաձեռնել են կապանցի երիտասարդները Եվրասիա կազմակերպության եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության առաջատար խմբի ղեկավար աջակցությամբ։ Ուրախալի է, որ հենց երիտասարդներն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում իրենց պապերի ու նախապապերի անմոռանալի սխրանքի նկատմամբ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի քաջությունն ու սխրանքը անգնահատելի են։ Հիշողությունը դարձել է հայ ժողովրդի գենետիկ կոդի անբաժանելի մասը, դիմացկուն մեր ընդհանուր պատմության իրադարձությունները խեղաթյուրելու արտաքին փորձերին։ Հայրենական մեծ պատերազմին նվիրված այս միջոցառումը կազմակերպում ենք, որպեսզի իմաստավորենք պատմական անցյալը,
ինքնագիտակցությունը մեր պատմական զարգացնենք եւ այդպես սերունդներին ցույց տանք, որ այդ կապը այսօր էլ է շարունակվում ու այսօրվա մեր պատերազմներն էլ դրա բար ապացույցն են, որ մենք տարբերվում ենք մեր խիզախությամբ, մեր պայքարով։ Մեկ հարկի տակ էին հավաքվել պատմաբաններ, ազգագրագետներ հիշելու ու արժևորելու Սյունիքի ներդրումը հայրենական մեծ պատերազմի հաղթանակներում։ Ներկաները վստահ են պապերի հերոսական անցյալն ուղենիշ կդառնա ապագա անելիքների համար։ Թե սյունեցիները, թե հյուրերը շեշտեցին, բացարձակ թվի համեմատությամբ կապանցիների մասնակցությունը շատ մեծ է եղել։ Սա ինձ համար երազանք էր երկար սպասված իմ հայրենի Սյունիքում ներկայացնելու օրբելիներին, որպես մեր ժողովրդի հանճարեղ տաղանդավոր զավակներ, ովքեր ոչ միայն մեր ժողովրդինն էին, այլև համայն մարդկությանը, համայն քաղաքակրթությանը, ովքեր հայրենական պատերազմի ժամանակ ներդրեցին իրենց լոման, քաղաքակրթական արժեքները փրկելով ֆաշիստական բանդաներից եւ փառավորելով ինչպես իրենց օրբելիներին, Զաքարյաններին, այնպես էլ մեր ամբողջ հայ ժողովրդին։ У нас в каждой второй семье Յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում հայրենական մեծ պատերազմի հերոս ունենք։ Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են եւ մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը։ Մարդը ողջ է, քանի դեռ նրան հիշում են։ Դա մեր հաղթանակն է, Կարմիր բանակի, զինվորի, մեր ընդհանուր հաղթանակն է։ Հիմա վետերաններ գրեթե չկան։ Սյունիքում մեկ վետերան ունենք եւ տարեցտարի բնականաբար այդ թիվը նվազել է։ Նոր սերունդը պիտի իմանա նրանց հերոսության մասին։ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ մղված պայքարում ակտիվ մասնակցություն ունեցած ավելի քան 7000 կապանցիներից 3336-ը զոհվել է ռազմաճակատում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք եւ հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման եւ իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ։ Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկները ուշագրավ են։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի, շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Հիմք ընդունելով հաղորդման փաստերը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզության գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում։ Արդյունքում արգրավել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ այլ նյութեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության եւ հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է, նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել նմանատիպ դեպքերը։ Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սավ վիճակում մեքենա վարող 161, առանց վարորդական իրավունքի վկայականի 297 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 574, առանց մանկական նստատեղի քարսիթի 12, վարելու ընթացքում ծխելու
303, վարելի հեռախոսից օգտվելու 244, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 36 եւ 1615 այլ իրավախախտում։ 135 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 320-ը տեխնիկական զննություն չանցած, 57-ը լուսարձակների անսարքությամբ, 50-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 92 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13960 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 244 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 234, առանց վարորդական իրավունքի վկայականի 611, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 62, չամրակապված վարելու 3229, առանց մանկական նստատեղի քարսիթի 209, վարելու ընթացքում ծխելու 379, վարելի հեռախոսից օգտվելու 523, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 29, արագության գերազանցման 2100 եւ 4247 այլ իրավախախտում, 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 1389 տեխնիկական զննություն չանցած, 434-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 9 բեռնատար, 146-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 36 անձ։